Հեծն անշեղորեն բարելավում է իր դիրքերը Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Այս մասին գրառում է կատարել ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Հայաստանի Հանրապետության ՊԵԿ պաշտոնական տվյալների համաձայն 1000 խոշոր հարկատուների ցանկում 2025 թվականի 4-րդ եռամսյակի ամփոփ արդյունքներով հունվար-դեկտեմբեր Հեծ ՓԲ-ն բարելավել է իր դիրքերը 2 միավորով, զբաղեցնելով ցանկի 17-րդ տեղը։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկերի եւ վճարների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 16.9 միլիարդ ՀՀ դրամ։ 2024 թվականի նույն դասակարգման ցուցանիշը 19-րդն էր, իսկ պետական բյուջե վճարված հարկերի եւ վճարների հանրագումարը 12.2 միլիարդ ՀՀ դրամ։ 2025 թվականի ողջ տարվա արդյունքներով Հեծը պետական բյուջե է վճարել շուրջ 4.7 միլիարդ ՀՀ դրամ ավելի հարկեր եւ վճարներ, քան ողջ 2024 թվականի ընթացքում։ Համաշխարհային ոսկու շուկան շարունակում է պահպանել աճող դինամիկան, չնայած ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում Գրենլանդիայի շուրջ հնարավոր լարվածության սրման վերաբերյալ մտահոգությունների մեղմացմանը։ Միջազգային շուկաներում ոսկու գինը մոտենում է պատմական բարձր մակարդակներին, ամրապնդելով իր դիրքերը որպես անվտանգ ներդրումային ակտիվ։ Վերջին տվյալներով ոսկու գինը 1 տրոյական ունցիայի համար պահպանվում է շուրջ 4900-ից 5000 ԱՄՆ դոլարի միջակայքում, ինչը պայմանավորված է միաժամանակ մի քանի գործողությունների համադրությամբ։ Մասնագետների գնահատմամբ ոսկու պահանջարկը շարունակում է բարձր մնալ, պայմանավորված մակրոտնտեսական անորոշությամբ, ներառյալ համաշխարհային տնտեսության դանդաղման ռիսկերը, արժութային շուկաներում տատանումներով, հատկապես ԱՄՆ դոլարի դիրքերի թուլացմամբ, կենտրոնական բանկերի ակտիվ գնումներով, որոնք ոսկին դիտարկում են որպես պահուստային ակտիվ։ Չնայած որոշ աշխարհաքաղաքական ռիսկերի նվազմանը, ներդրողները դեռևս զգուշավոր են եւ նախընտրում են պահպանել կապիտալի մի մասը անվտանգ ակտիվներում։ 2025 թվականին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումն աճել է 9.2%-ով։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 2025 թվականին 2024 թվականի համեմատ Հայաստանից դեպի Եվրոպական միություն արտահանումը աճել է 9.2%-ով, կազմելով 667 միլիոն ԱՄՆ դոլար։ 2024-ին կազմել է 610.7 միլիոն ԱՄՆ դոլար, գրել է նա։ Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 33.2%-ով, կազմելով 18.9 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ԵՄ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 5.7%-ով, հասնելով ավելի քան 2 միլիարդ 23 միլիոն դոլարի, որից Հայաստանից արտահանումը կազմել է գրեթե 593.7 միլիոն դոլար, աճը 7.6%, իսկ ներմուծումն ըստ արտադրող երկրների 1 միլիարդ 64 միլիոն դոլար, աճը 5.1%։